Ալավերդի խոշորացված համայնքում այս տարի նախատեսված են շուրջ 527 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Ամենախոշորներից Աղթալայվանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման արժեքը մոտ 65 միլիոն դրամ է։ Ալավերդու համայնքապետը տարածաշրջանի շրջանավարտներին խոստացել է, Աղթալայվանական համալիրում նախատեսված միջոցառմանը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ կլինի։ Խոստումը կատարված է։ Վատ վիճակում էր գտնվում իրականում, ասֆալտի տակ գտնվող բետոնը վատ վիճակում չէր, նախագծող կազմակերպությունը որոշում է կայացրել այդ բետոնային հատվածը թողնել եւ վրայից երկշերտ ասֆալտ է տեղադրվում։ Նախորդ տարի Աղթալայվանական համալիր ավելի քան 100,000 զբոսաշրջիկ է այցելել։ Համալիր տանող ճանապարհը ոչ միայն անբարեկարգ էր, այլև նեղ ու անհարմար հատկապես զբոսաշրջային ավտոբուսների համար։ Բացի այդ, չկային մայթեր, հեղեղատարներ, մշտապես քարաթափումների վտանգ կար։ Հիմա նոր ու հիմնանորոգված ճանապարհ ունի համալիրը, ինչը կխթանի զբոսաշրջությունը։ Մեզ յուրաքանչյուրիս համար սա շատ կարևոր է եւ տարեցտարի Աղթալայի Սուրբ Աստվածածին վանք տուրիստների զբոսաշրջիկների քանակը ավելանում է եւ սա խթանելու է, որպեսզի քառապատվի այս քանակը եւ ոչ միայն քանակը կքառապատվի, այլ նաեւ կզարգանա տուրիզմը, տնտեսությունը եւ հյուրատնային, այսպես ասած, բիզնեսը կզարգանա, կընդլայնվի եւ կբերի մեր ժողովրդի Աղթալա համայնքի բնակիչների կենսամակարդակի միանշանակ բարձրացմանը։ Ճանապարհաշինական մեկ այլ ծրագիր մեկնարկել է Շնող բնակավայրում, հիմնանորոգվում է գյուղի գլխավոր փողոցը։ Թեպետ սա դեռևս նախորդ տարի հաստատված ծրագիր է, սակայն աշխատանքներն առայժմ մեկնարկային փուլում են։ Փողոցի վրա են գտնվում Շնողի արվեստի եւ հանրակրթական դպրոցները, առևտրի հիմնական կետերը։ Փողոցը նախկինում երբեք մայթ չի ունեցել, ծրագրով նախատեսված է նաեւ մայթերի կառուցում։ Մայթ գոյություն չի ունեցել, մենք ունենք ինտենսիվ շարժ թե բնակիչների, երեխաների, մեքենաների եւ մայթի չլինելու պատճառով անվտանգության խնդիրներ էր բազմիցս առաջանում։ Հիմա կառուցելուց հետո արդեն այդ անվտանգային խնդիրները որոշ չափով արդեն կլուծվի, բայց նաեւ երկրորդական փողոց կա, հենց այս ծրագրով էլի շարունակվում է, 7-րդ փողոցն է։ Արդեն իսկ ասֆալտապատվել բարեկարգվել է Մեծ Այրում բնակավայրի փողոցներից մեկը։ Փոշոտ, իսկ Անձրևներին ցեխոտ ճանապարհով անցուդարձն արդեն անցյալում է, բնակիչները գոհ են։ 3 օր արդեն ասֆալտապատել են, շատ գոհ ենք, շնորհակալ ենք։ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ծանոթանում է ընթացիկ շինարարական ծրագրերին։ Թեղուտ բնակավայրում մեկնարկել են գերեզմանատան շրջակայքի ցանկապատման աշխատանքները։ Տեղադրվում են նոր հենապատեր, ինչպես նաև այսպես կոչված 3D ցանկապատ։ Անասունների մուտքը գերեզմանի տարածք բացառելու նպատակով մեկնարկած աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Ցանկապատը լրիվ թե սյուները, թե սետկան։ Մի նորով ենք փոխում, նոր տեխնոլոգիա 3D սետկայով, ավելի կայուն ու հիմնական։ Որտեղ պետք է հենապատ ենք դնում, հենապատ դրեցինք, ստեղ տարածքը մեծացրեցինք ավտոները կայանելու համար, որ թաղման արարողության ժամանակ մեքենաները շատ չգործեն գերեզմանի մեջ, խցանում չլինի։ Թեղուտ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև մանկական խաղահրապարակ, աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։ Մնում է տեղադրել արհեստական կանաչ խոտածածկը։ Համայնքի ղեկավարը տեղում ծանոթանում է կատարված աշխատանքներին ու նշում, որ համապատասխան տարածքի առկայության դեպքում բնակավայրում կարող է կառուցվել եւս մեկ խաղահրապարակ։ Թեղուտում ցավոք սրտի չունենք, ֆիզիկապես իրականում տեղել չունենք, որ մեծ հրապարակ ավելի կառուցենք։ Հետագայում տեսնենք, միգուցե այլտեղ հնարավոր լինի, մանկապարտեզին հարակից տարածք ունենք, չնայած դպրոցին է պատկանում, տեսնենք, միգուցե հնարավորություն լինի մի հատվածում նաև այնտեղ կառուցել։ Մայիսյան ջրապերուկներից այս պահին մաքրվում է Շնող գետակը։ Նախորդ տարի մայիսին Շնող գետակի աննախադեպ վարարման հետևանքով փլուզվել էր Շնող Թեղուտ ճանապարհը։ Ինչպես հայտնի է, ոչ միայն դեպետն, այլև նրա վտակներն ունեն մաքրման կարիք։ Աշխատանքների արդյունքում գետի հունը որոշակի լայնացվում է, հեռացվում են բերվածքները։ Ընդհանուր երկարությունը դեպետից մինչև այս մաքրման հատվածը, գետի երկարությունը շատ է, բայց քանի որ սա է քանդվող տարածքը, դրա համար ենք այստեղ այս աշխատանքները կատարում, մոտավորապես կիլոմետր 800 մետր է։
Քաղաքաշինական ծրագրերից բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման 2024-ի ծրագրերը թերևս ամենատարբերվողն էին նախորդներից։ Ալավերդի խոշորացված համայնքում 11 բազմաբնակարան շենքի տանիքներ ու շքամուտքեր են հիմնանորոգվել։ Առաջին անգամ ՀԵՑ-ի հետ համագործակցությամբ շքամուտքերում տեղադրվել են հաշվիչների նոր տուփեր, հին ու մաշված ու կախված մալուխները փոխարինվել են նորերով, ավելի անվտանգ ու գեղեցիկ դարձնելով շքամուտքերը։ Անցած տարվա ծրագրերը որ կատարվել են, այդ ժամանակ ընդգրկված չէր եւ համայնքապետարանում մենք որոշում կայացրեցինք նախորդ տարվա, եթե չեմ սխալվում, 10 շենքի շքամուտքերը 25 միլիոն դրամ հատկացրեցինք եւ համայնքապետարան առանց սուբվենցիոն ծրագրի իր ուժերով կատարեց այդ աշխատանքը։ Այս տարվա ծրագրերին մենք դիմել ենք ՀԵՑ, խնդրել ենք իրանց, որ մենք սենց աշխատանք ենք կատարում եւ իրանք էլ իրանց հաշվիչները, սարքերը եւ ինչպես տեսնում եք նաեւ մալուխները հավաքեն ու սենց աշխատանքի հետ համագործակցեն։ Հետո չի մերժել մեզ, որի համար նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Սարահարթի 1 կոտորակ 11 շենքի բնակիչները, որ տարիներ շարունակ ահազանգում էին իրենց կաթող տանիքի մասին, հիմա իրենց գոհունակությունն են հայտնում։ Ամբողջ անձևը կաթում էր մեր տան մեջ։ Դաժե սեղանի վրա, որ հաց ենք ուտում, կաթում էր ճաշում էր, իսկ հիմա շատ շնորհակալ ենք կազմակերպություններին, որ վերանորոգեցին մեր շենքը։ Լվադ վիճակում էր, հիմի դռներն էլ փոխել են, եթե սալիկներն էլ սալիկապատն էլ ավելի լավ կերնի, իհարկե։ Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։ Նախորդ տարի 347 միլիոն դրամ է ներդրվել տանիքների հիմնանորոգման ծրագրի վրա։ Այս տարի գրեթե կրկնակի ավել գումար է նախատեսվում ներդնել։ 25 թվականի սուբվենցիոն ծրագիրը արդեն ներկայացված է, դեռևս հաստատված չէ կառավարության կողմից, բայց հաստատվելու դեպքում թվով 16 բազմաբնակարան շենք եւս 25 թվականին վերանորոգվելու են։ Համայնքի ղեկավարի խոսքով այս տարի արդեն համայնքապետարանն անդրադառնալու է շենքերի անբարեկարգ բակերի ասֆալտապատմանը։ Ծրագրում Սարահարթ թաղամասի 2 շենքեր են ընդգրկվել։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։